Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի ապրիլ ամսվա հորոսկոպը աղեղնավոր նշանի համար։ Սիրելի աղեղնավորներ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, մոլորակների դիրքավորումը, նորալուսին, լիալուսին և կնշեմ լարված օրերի մասին, թե ովքեր բոլորից շատ այդ լարվածությունը կզգան։ Այսպիսով, հիշեցնեմ, որ առաջին հերթին հորոսկոպը նայեք ասցենդենտի նշանով։ Այսպիսով, Արևը մինչև ապրիլի 20-ը կգտնվի Խոյ նշանում, ձեր 5-րդ տանը, լավ ժամանակահատված է այցելելու ինչ-որ արվեստի վայրեր, ինչպես նաև զբաղվելու ձեր բիզնեսի հարցերով, երեխաների հարցերով։ Ապրիլի 20-ից հետո արևը կանցնի ցուլ նշան ձեր 6-րդ տուն և լավ ժամանակահատված կլինի, որպեսզի զբաղվեք ձեր կարիերայով, աշխատանքով, կենցաղով, ընտանիք կենդանիների հետ կապված հարցերով, ինչպես նաև իհարկե առողջությամբ։ Մերկուրի մոլորակը մինչև ապրիլի 15-ը կգտնվի ձկների նշանում ձեր 4-րդ տանը։ 4-րդ տունը իրենից ներկայացնում է մեր բնակության վայրը, մեր ընտանիքի անդամները, անշարժ գույքը, իսկ Մերկուրին դա բանակցություններն են, փաստաթղթերն են, եթե ցանկանում եք անշարժ գույք գնել վաճառել, լավ ժամանակահատված կլինի դրա համար, կամ ինչ-որ փաստաթղթեր կստանաք կապված շինարարության հետ, իսկ ամենացածր կենցաղային մակարդակով ուղղակի տան կոմունալների այդ վճարման թուղթը կստանաք։ Ամսի 15-ից հետո Մերկուրին կանցնի Խոյ նշան ձեր 5-րդ տուն եւ ձեր միտքը զբաղված կլինի ձեր երեխաներով, ձեր բիզնեսով, ինչպես նաև շատերը զանգ ստանան, հրավեր ստանան, կինո, ռեստորան, նման վայրեր։ Այնուհետև ապրիլի 15-ից հետո Մերկուրին կանցնի Խոյ նշան ձեր 6-րդ տուն եւ այդ զանգը փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի, կապված կլինի ձեր աշխատավայրի հետ, ձեր ընտանիք կենդանիների հետ, լավ ժամանակահատված է, որպեսզի անցնեք բժշկական ստուգման, եթե իհարկե ցանկանում եք։ Վեներա մոլորակը մինչև ապրիլի 24-ը կգտնվի ցուլ նշանում, դա սիրելի ընկերներ, ձեր 6-րդ տունն է։ Վեներան 6-րդ տանը գուցե բերի ձեզ լավ աշխատանք, որտեղ դուք ձեզ լավ կզգաք, գուցե անցնեք նոր աշխատանքի, այնտեղ ձեզ լավ զգաք, գնահատված զգաք։ Վեներան 6-րդ տանը հնարավոր է տան հետ կապված ինչ-որ հաճելի գնումներ կատարեք կամ լավ ժամանակահատված է, որպեսզի անցնեք նոր ավելի ճիշտ սննդակարգի։ Արդեն ամսի 24-ից հետո Վեներան կանցնի երկբորյակ նշան, բերելով ձեզ նոր հաճախորդներ, գուցե նոր հարաբերություն կամ այդ ժամանակահատվածում ծանոթանաք ձեր ապագա կնոջ կամ ամուսնու հետ, կամ ինչ-որ գործողություններ, կամ գուցե ինչ-որ ֆինանսական գործարք կնքեք։ Մարս մոլորակը մինչև ապրիլի 10-ը կգտնվի ձկներ նշանում ձեր 4-րդ տանը, Մարսը 4-րդ տանը զգուշ եղեք տանը, պայթյունավտանգ իրավիճակներ կարող են լինել, իհարկե սա բոլորին չի վերաբերվում, ուղղակի ասում եմ, որ բոլորը զգուշանան, ծննդյան քարտեզում եթե բացասական դիրքավորումներ լինեն, ապա նման ինչ-որ հարցեր կարող է լինեն։ Մարսը 4-րդ տանը հնարավոր է բերի վիճաբանություն ընտանիքի անդամների միջև։ Ամսի 10-ից հետո Մարսը կանցնի Խոյ նշան, իր լարվածությունը բերելով ծնող եւ երեխա հարաբերությունների մեջ, ձեր երեխաների հետ գուցե հարաբերությունները սրվեն, եթե ունեիք սիրավեպ, կարող է այդ սիրավեպ, ինչ-որ գժտություններ լինեն։ Մարսը 5-րդ տանը շատ լավ է, որպեսզի սկսեք զբաղվել սպորտով։ Հիանալի ժամանակահատված է, ձեզ կտային հսկա էներգիան, որը ձեզ պետք է, որպեսզի զբաղվեք սպորտով։ Ամսի 10-ից հետո Մարսը կանցնի Խոյ նշան, ձեր 6-րդ տուն, զգուշ եղեք, առողջությանը ձեր հետևեք, Մարսը 6-րդ տանը հաճախ տալիս է ինչ-որ հիվանդություններ, մրսածություն, տաքության բարձրացում եւ այլն։ Ինչպես նաև վիրահատություն կարող է տալ, իհարկե սա բոլորին չի վերաբերվում, ծննդյան քարտեզով է պայմանավորված, անհատական։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել Խեցգետի նշանում, այս ամսում 15-ից 18 աստիճան շարժվելով, իսկ դա սիրելի աղեղնավորներ համարվում է ձեր 8-րդ տունը։ Յուպիտերը 8-րդ տանը գուցե բերի ձեզ ինչ-որ ֆինանսներ, որոնք դուք չեք աշխատել, այսինքն գուցե ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսները ավելանա, այդպիսով ընտանեկան բյուջեն մեծանա, գուցե պետական համակարգից, բանկային համակարգից ինչ-որ գումարներ ստանաք այս ժամանակահատվածում։ Մինչև ամսի ներողություն, մինչև հունիսի վերջ, կարծեմ հունիսի 30-ը այնտեղ է գտնվելու Յուպիտերը, բերելով ինչ-որ գումարներ, որոնք դուք չեք աշխատել։ Սև լուսինը, սիրելի աղեղնավորներ, շարունակում է գտնվել ձեր առաջին տանը, բերելով ձեզ շատ գայթակղություններ, փոփոխություններ, գուցե խաբկանքներ։ Կարող եք հիշել 9 տարի առաջ ինչ է եղել ձեր կյանքում, նման իրավիճակ այս ժամանակահատվածում, ինչ որ լարված իրավիճակի մասին է, խոսքը։ Այս ժամանակահատվածում դուք գուցե եւս տեսնեք։ Հատկապես այն աղեղնավորներն, ովքեր ասցենդենտով են աղեղնավոր,
Եվ ասցենդենտը գտնվում է 11-ից 14 աստիճան, զգույշ եղեք սիրելի ընկերներ, սև լուսնի գայթակղություններից, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ծնվել են, հիմա նշեմ։ Դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածում այս օրերի ծնվածները բոլորից շատ թող զգուշանան սև լուսնի գայթակղություններից։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել խոյ նշանում, այս ամսում 5-ից 9 աստիճան շարժվելով, Սատուրնը 5-րդ տանը դա ներողություն, Սատուրնը 6-րդ տանն է ձեր գտնվում, 6-րդ տունը դա աշխատանքն է, այսինքն շատերը Սատուրնի ազդեցության ներքո, ոչ թե այս ամսում, այլ առաջիկա 2-2.5 տարիների ընթացքում զգալու են փոփոխություններ կապված իրենց աշխատավայրի հետ։ Շատերը կորոշեն փոխել իրենց աշխատանքի ուղղվածությունը, դուրս գալ աշխատանքից, գնալ նոր աշխատանքի, նոր ինչ-որ պարտականություն գուցե ունենաք, գուցե ընտանիք կենդանի ունենաք, բնականաբար դա եւս կարծես, ձեր առօրյայում ինչ-որ ավելի բեր չեմ ուզում ասեմ, բայց ավելի է հագենում ձեր առօրյան։ Նման ինչ-որ հարցեր կարող է Սատուրնը բերել։ Սիրելի աղեղնավորներ, կարևոր իրադարձություններից Ուրան մոլորակը ապրիլի 24-ից սկսած անցնելու է երկբորյակ նշան ձեր 7-րդ տուն եւ մինչեւ 2033 թվականի մայիս ամիս այնտեղ է գտնվելու։ Իսկ դա ձեր 7-րդ տունն է, ձեր դիմացի նշանն է։ Մեծ փոփոխություններ են սպասելու, հատկապես ասցենդենտով աղեղնավորներին։ Այս 7 տարիների ընթացքում, 7 է դառնում, մի խոսքով այս տարիների ընթացքում կամ ուսնանան, կամ ուսնալուծվեն, անսպասելի, որ գուցե չեք պատկերացնում, որ այդ ձևով կարող է դասավորվել ամեն ինչ։ Ինչ որ նոր գործարքներ գուցե կնքեք, պայմանագրեր ստորագրեք, հաճախորդների հետ կապված շատ փոփոխություններ են սպասելու, անսպասելի։ Կրկին նշում եմ, հատկապես ասցենդենտով աղեղնավորներին է վերաբերվում այս ամենը։ Կունենանք լիա լուսին, առաջինը ապրիլի 2-ին, կշերք նշանում, սիրելի ընկերներ, կշերքը համարվում է ձեր 11-րդ տունը, իսկ լիա լուսինը 11-րդ տանը գուցե ինչ-որ նորություն, պարզություն իմանաք, ինչ-որ բան լսեք, կապված ձեր գաղափարակիցների հետ, ընկերուհիների մասին։ Եվ կունենանք նորալուսին ապրիլի 17-ին խոյ նշանում ձեր 6-րդ տանը, նորալուսինը դա նոր էներգիա է, հնարավոր է անցնեք նոր աշխատանքի, նոր սննդակարգի, նոր ընտանիք կենդանի ունենաք, բնականաբար ամեն մեկի մոտ մի ձևով սա կարտահայտվի։ Այժմ լարված օրերի մասին, լարված օր կլինի ապրիլի 4-ը, Պլուտոնն ու Վեներան 90 աստիճանի անկյուն են կազմելու, զգույշ եղեք այս օրը, կարևոր ֆինանսական գործարքներ մի կնքեք, թանկարժեք իրեր մի գնեք, հարաբերություններ մի բարձեք։ Եվ ապրիլի 24-25-ն է լարված լինելու, այս օրը արևը եւ Պլուտոնն են 90 աստիճանի անկյուն կազմելու, կրկին շատ լարված օր է, զերծ մնացեք այս օրերին կարևոր ինչ-որ գործողություններ կատարելուց։ Այսքանը սիրելի աղեղնավորներ, կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։